Բարև ձեզ, լսετε Նարեկը, նույն ինքը միստր պոզիտիվը եւ այսօր ես ձեզ կասեմ երկու գաղտնիքի մասին համակարգչի մեջ, որի մասին դուք երևի չգիտեիք։ Առաջինը անում ենք աջ կլիկ, այստեղ կբացի մի տիրույթ, որտեղ մեզ առավել հետաքրքիր է գadget-ին, մտնում ենք այդ տիրույթ, այստեղ կգտնենք տարբեր պրոգրամաներ, որոնք մեզ պետք կգան, օրինակ chassis վերցնում ենք և դնում ենք այստեղ, ուղղակի այստեղ կարող ենք ընտրել մեր ժամացույցի տեսակը, թե որն ենք ուզում, օրինակ հիմա տեսեք, չգիտեմ դուք ոնց, բայց ինձ ամենաշատը հետաքրքրեց երրորդ համարի ժամացույցը, ես կընտրեմ հենց էս և կդնեմ վերևում, երկրորդը դա կալենդարն է, նույն ինքը օրացույցը, վերցնում ենք և դնում այստեղ և դուք կարող եք ամեն օր նայել, թե քանի շաբթի է և որ ամիսը, որ տարին կամ որ օրը։ Երկրորդը պակաս սլայդը, դուք կարող եք նրա մեջ նկարներ դնել և հերթով նայել, սակայն քանի որ իմ համակարգչի մեջ այդքան շատ նկարներ չկան, ես չեմ ցուցադրի դա։ Երրորդը պագոդան է, այսինքն եղանակը, սա ունի մի մինուս, որ սա աշխատում է ինտերնետով և իմ համակարգիչը ինչքան տեսնում եմ չի բացում, գրում է не удалось подключиться к службе։ Եվ այս մեկը այդքան խորհուրդ չեմ տա։ Երրորդը ինդիկատոր CP։ Այս ձեր ինտերնետի արագությունն է ցույց տալու, թե ինչքան է ձեր ինտերնետը արագ։ Մյուսը Zagolovki nov սա ցույց է տալու, թե որտեղ Wi-Fi-ի ցանցեր կան և ինչ ուժեղությամբ են, սա ընդհանրապես պետք չի։ Մյուսը Galvalonka, նույն ինքը puzzle, այսինքն դուք puzzle եք հավաքելու։ Այստեղ հետաքրքիր է, եթե օրինակ ինտերնետ չունեք, գնացել եք կամ անջատել եք, կարող եք զբաղվել սրանով, այստեղ ժամանակ կա, թե ինչքան րոպեում կհավաքեք։ Մյուսը վալյուտան է, սա արդեն երկրներ եք ուսումնասիրելու և նրանց տարադրամի արժեքները, օրինակ եվրո 0.021, բայց շատ սխալ է օրինակ էս, պետքա դզեք, իսկ սա վերջինը Windows Media-ն է, սա ձեր Windows-ն է ցույց տալու, այսինքն թե ինչ կա ձեր Windows-ի մեջ, օրինակ մուզիկայի изображение, մուզիկայի изображение։ Եվ այս քանի մեջից ինձ ամենաշատը պետք է գալի ժամացույցը և օրացույցը։ Իսկ մյուսը, երբ որ օրինակ ուզում եք ինչ-որ ֆայլ ջնջել և ասում են невозможно удалить файл, он открыт в другом программе, եթե դուք օրինակ քաշել եք 8 տորենտով այդ ֆայլը խաղը կամ, ես օրինակ միշտ քաշում եմ 8 տորենտով, քանի որ այն ավելի, ինչպես ասեմ, անվտանգ է և վիրուսներ չի գցի ձեր համակարգչի մեջ, եթե օրինակ դուք 8 տորենտով եք քաշում, ապա մտնում եք այստեղ գրած անելու seeding քաշել է, եթե ուզում եք ջնջեք, մտնում եք այստեղ արդեն ամբողջը կբերի, ամենաառաջինը այստեղից կջնջեք, եթե 8 տորենտով եք քաշել, այստեղից կջնջեք, նոր dead disk-ում արդեն ինքը ջնջված կլինի, իսկ մյուս ձևը եթե ուզում եք համակարգչից ջնջեք, մտնում ենք պուսկը, այստեղ գտնենք պանել ուպրավլենի, հիմա այստեղ կբերի պրոգրամի կոմպոնենտի, այստեղից ձեր համակարգչի մեջից ջնջելու է ամբողջովին, ինչ-որ ուզում եք ջնջել, օրինակ եթե ես հիմա մի բան կջնջեմ իմ համակարգչի մեջից, կտեսնեք, օրինակ, ինչ ջնջեմ, այս Bing բառը, եթե ուզում եք ջնջենք, կտանք առաջինը ձախ կլիկ ենք անում, հետո աջ, այստեղ կբերի ուդալից կտանք, այստեղ բոլորին է այսպես չի բերելու, հիմա կտեսնեք, վերջ, հիմա կտեսնեք ինչ կգրի, մի վերքեմ, այս պրոցեսը տևելու է մի քանի վայրկյան, շատ չի, մի վերքեմ, այստեղ և բացես, չգիտեմ ինչ պետք չի, իսկ եթե դուք արդեն ինչ-որ բան ջնջել եք ձեր համակարգչի մեջից, արդեն այստեղ պահելու է ինքը, բայց առանց այս նշանի, առանց իրա ոնց ասած լոգոտիպի, ուղղակի այսպես, հիմա եթե ես ուզենամ GTA 5-ը ջնջեմ, ես արդեն ջնջել եմ, հիմա կտեսնեք ինչ կգրի, կներեք, ֆայլ поврежден, ինստալացիա невозможно, մենք արդեն ջնջել ենք, այս դրա համար էլ չի լինի, և վերջ
այսօրվա համար ես ունեի ձեր համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել եւ լայք դնել այս վիդեոյի տակ, եւ ես վաղը արդեն նորից մի վիդեո կներմուծեմ YouTube, բոլորին հաջողություն, ձեզ հետ էլ Նարեկը նույն ինքնին Mr. Positive